Ժողովուրդ օրաթերթը գրում է, արդեն 4 տարի վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արայիկ Հարությունյանը 2018 թվականից ի վեր, երբ քայլելով ցուպը ձեռքին հասավ Երևան, աստիճանաբար տանտեր դարձավ եւ ձեռք բերեց իրեն պատկանող մի քանի անշարժ գույք։ Նա այն ԿՊԱ-ականների շարքից է, ովքեր տանտեր դարձան Թավշյա հեղափոխությունից հետո։ 2022 թվականին Արայիկ Հարությունյանը միանձնյա սեփականությամբ հողամաս է գնել, որը հայտարարագրել է 2024 թվականի եկամուտների անշարժ գույքի ծախսերի եւ շահերի տարեկան հայտարարագրում։ Նախորդ տարի այս հողամասին Հարությունյանն ավելացրել է եւս մեկը, գնելով հողամաս Տավուշի մարզի Իջևան համայնքում 1 միլիոն 215 հազար դրամ արժողությամբ։ Բացի հողամասից Հարությունյանը գնել է նաև բնակարան Ջերմուկ Գրուպ ՓԲ-ից, որն արժեցել է 36 միլիոն 323 հազար դրամ։ Ընդհանուր հաշվով տարեվերջի դրությամբ Արայիկ Հարությունյանն ունի հայտարարագրված 3 անշարժ գույք։ Ես հիշեցնեմ այս Ջերմուկ գրուպի մասով, սա ամենայն հավանականությամբ վերաբերում է Բյուրեղ բնակելի համալիրին Արշակունյաց պողոտայում գտնվող, որի սեփականատեր այդ Բյուրեղի սեփականատերն էլ կառուցապատողն էլ Ջերմուկի սեփականատերն է Աշոտ Արսենյանը, Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը, եւ գրեթե բոլոր ԿՊԱ-ականները, որոնք հնարավորություն են տուն գնելու, Բյուրեղում տուն են գնել, ինձ զարմացնում է իհարկե այդ վստահությունը, ԿՊԱ-ականները փաստորեն միայն Սերժ Սարգսյանի ընկերներին են վստահում իրենց ընտանիքի անվտանգություն, իրենց օջախը, հա։ Սա հետաքրքիր իրավիճակ է։